Նշանակալից օր համարել այսօրը, որովհետև հայ թատրոնի պատմագրությունը ստացավ հրաշալիներ։ Շատերը այստեղ Արցախից գիտեք, որ 2019 թվականին հրատարակվել էր Տիկին Կարինեի հեղինակած գիրքը Ստեփանակերտի Վարան Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի տարեգրությունը, բայց ցավալի դեպքերից հետո ոչ տպականակից ընդհանուր 3 օրինակ հասավ Երևան և խնդիր ծագեց Տիկին Կարինեն խնդրեց, որպեսզի գիրքը վերահրատարակվի, որպեսզի լրացվեն այս հաջորդող տարիները 19 թվականից այսքող, որպեսզի գիրքը վերահրատարակվի և ես մտածեցի, որ շատ կարևոր, շատ անհրաժեշտ ակցիա կարող է լինել և ընդհանրապես սերունդները պետք է իմանան, որ կա եղել է այսպիսի թատրոն, լեգենդար թատրոն, իր լեգենդար պատմությամբ, իր հզոր երևելիներով և ես մի հարվածով այդ պատմությունը չի կարելի ջնջել, չի կարելի ավարտել։ Ես ասում եմ ներկա ժամանակով եմ խոսում, որովհետև ես բազմից անգամ եղել եմ այդ թատրոնում, եղել եմ թատրոնի ռեստորաններին, նրանց տոների, հոբելյանների, թաղպես ես գիտեմ ինչ հրաշալի թատրոն էր, ինչ հրաշալի կոլեկտիվ էր, ինչ հրաշալի սերունդներ էին այնտեղ աշխատում կողքի։ Մի խոսքով գրքում ամեն ինչ կա։ Ես երկար ճամփորդությունից հետո հովանավորների քննարկի երկար ճամփորդությունից հետո պատահական պայմանավորվեցի Տիկին Նարինե Չարչյանի հետ, պատահական մենք մի միջոցառման հանդիպեցինք, իսկ գնացի իր մոտ և ներկայացրի հարցը և անկեղծ եմ ասում, չեմ չափազանցնում, այդ 5 րոպեանոց հանդիպումը լուծեց բոլոր խնդիրները։ Տիկին Չարչյանը անմիջապես հավանություն տվեց, անմիջապես գտավ, որ դա շատ կարևոր գործ է, շատ կարևոր աշխատանք է և գրքի տպագրությանը ընթացք տվեցինք։ Այսօր այդ աշխատությունը կա, գիրքը կա, նույն գիրքն է, կրկնում եմ վերջին մի քանի տարի ավելացված, Տիկին Կարինեն է արել, նաև Տիկին Կարինեն գտավ, որ կազմը պետք է փոխվի, որպեսզի գտավ, որ ներվի ճիշտ մտածեց, որ կազմի առաջին էջում լինի թատրոնի լուսանկարը, շենքի լուսանկարը։ Մի խոսքով գիրքը տեղ կգտնի մեր գրադարաններում, թատրոն և կինոյի արվեստի ինստիտուտում, ակադեմիայի արվեստի ինստիտուտում, գրականության և արվեստի թանգարանում, մի խոսքով ամենուր, որտեղ այն պետք է լինի, բնականաբար նաև ազգային գրադարանում, ասացի, և անկեղծ ասեմ, գիրքը ինքը համազոր է գիտական աշխատության, որովհետև այնքան մանրակրկիտ, այնքան ջանասիրաբար փորձելով ոչինչ բան չթողնել ներառված է այնտեղ, ես կարծում եմ, որ շատ-շատերը ժամանակի ընթացքում կօգտվել այդ գրքից, ընթերցել այդ գիրքը իրենց տանը կունենան
Այդ գիրքը մի խոսքով այսօր չնայած երբ որ խոսքը ինչ-որ առիթով Արցախին է վերաբերվում, մարդու լեզուն չի պտտվում, ասել շնորհավորում եմ բոլորիս, բայց այնուամենայնիվ շնորհավորում եմ բոլորիս, մենք ունեցանք այդ գիրքը, ավելին ասեմ, վերքի էլեկտրոնային տարբերակը կլինի էլեկտրոնային գրադարաններում, այն հասանելի կլինի, մի խոսքով հայ թատրոնի պատմությունը, թատերագիտությունը բավական հետարքիր և բավական լավ նվեր ստացավ, ինչի համար շնորհավոր կրկին բոլորիս։ Մինչև տիկին Կարինեին խոսքը տալը, տիկին Կարինեին ես որ տիկին Կարինեն խնդրել է, որպես մի կոկրալով երկար ինքը խոսք ասի, ես խնդրել որպես տիկին Չարչյանը խոսք ասի։ Արդեն ներկայացեց, ոնց է տեղի ունեցել մեր հանդիպումը։ Ես շատ կարևոր համարեցի, քանի որ մենք ունենք հին մշակույթ, թատրոն և յուրաքանչյուր ազգ, որ հինա արտացոլվում է իր կուլտուրայով։ Եվ քանի որ Արցախում երկար տարիներ եղել է թատրոն, եղել են դերասաններ, սերունդներ, այսինքն եղել է հայկական մշակույթը և կուլտուրան, և այդ գրքից ընդամենը 3 օրինակ էր հասել Հայաստան։ Ես մտածեցի, որ շատ լավ գործ եմ անում, որպեսզի սերունդներն էլ իմանան, թե մեր Արցախ աշխարհում ինչ կուլտուրա են ունեցել, ինչ են ազգել, և նույնապես մեր հողու ջրի վրա ոնց են արարել ստեղծագործել պահել թատրոն և այլն։ Ես ուրախ եմ, որ լավ բան եմ արել, մի քիչ էլ հուզված եմ։ Կարծում եմ, սա շատ պետք է և մեր ազգին, և սերունդներին, և թատերագետներին, և ընդհանրապես մեր պատմությանը։ Այժմ սիրով ես ձայնը պատմում եմ տիկին Կարինեին, որովհետև ինքը էստեղ էլ շատ չարչարվեց։ Գիրքը թերթողը տեսնում է, թե որքան է չարչարվել, բայց նա էստեղ էլ չարչարվեց և աշտարակից ամեն օր գալիս էր տպարանի հետ աշխատում էր և գնում էր, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Երևի այսօր գեղեցիկ օր է, հիշարժան օր է, վերահրատարակվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 91-ամյա պատմության տարեգրությունը, մի թատրոնի, որն իր գոյության ընթացքում 457 պիես է բեմադրել։ Դրանք հայկական, դասական և ժամանակակից, ինչպես նաև համաշխարհային անվանի թատերբների գործեր են եղել, որոնցով արվեստի այս օջախը մեծ առաքելություն է կատարել Արցախում ապրող մի փոքր հայերի ազգապահպանության, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակության գործում։ Մեր թատրոնը Արցախում լեզվամտածողություն է պահել և ազգային դիմանկից նպաստել է ամենամեծ հարստության ազգային ոգու պահպանմանը։ Երկարատև բուռն բեղուն ստեղծագործական ճանապարհ անցնելուց հետո դժբախտաբար թատրոնը 2023 թվականի հոկտեմբերի 1-ին լուծարվեց այստեղ Երևանում բռնատեղանից անմիջապես հետո։ Թե ինչպիսին կլինի մեր թատրոնի հետագա ճակատագիրը, ժամանակը ցույց կտա, բայց այն, որ այս թատրոնի պատմությունը պետք է փոխանցվի մեր սերունդներին, պետք է պահ տրվի պատմությանը, միանշանակ է։ Գիրքն այս առաջին անգամ տպագրվել է 2020 թվականի օգոստոսին։ Պատրաստվում ենք այդ Ռուզան Խաչատրյանի հետ միասին թատերականացված շնորհանդես կազմակերպել մեր մայր թատրոնի հին շենքում։ Չհասցրինք 20 թվականից սկսվեց 44 օրյա պատերազմը։ Բոլորս անցանք
այդ պատերազմական դժոխքով։ Հետո վերադարձանք, ապա վրա հասան այդ թագավարակ կոչվածի դաժան ժամանակները, ապա շրջափակման 9 երկար դժոխային ամիսները։ Արցախցին կաթվածահար եղավ, թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Եվ երբ 2023 թվականին նորից հարձակվեց թշնամին, միակ ելքը բռնատեղահանվելն էր, որպեսզի չենթարկվենք Եղեռնի, որովհետև Արցախը մենակ էր, Արցախցի մենակ էր մնացել, ոչ միայն շրջապատված թշնամիներով, այլև դավաճաններով։ Այստեղից հետևում է այս իրավիճակից, որ մենք չկարողացանք Արցախից դուրս բերել այն տպականակը, որ տպագրվել էր, որ կար առաջին տպագրության համար։ Մի քանի գիրք հասավ ընդամենը այստեղ Երևան։ Ուստի իմ խորին երախտագիտությունը Տիկին Նարինե։ Իմ խորին երախտագիտությունը Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ պարոն Հակոբ Ղազանչյանին և բարերար Տիկին Նարինե Չարչյանին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ այս գրքի վերահրատարակումը այստեղ Երևանում։ Այս խառնակ ժամանակներում, երբ որոշ շրջանակներում նույնիսկ խուսափում են Արցախանունը հոլովել, տպագրել այսպիսի ծավալուն գիրք այս սուր ժամանակներում, դա փաստորեն քաղաքացիական արարք է, քաղաքացիական դիրքորոշում, քաղաքացիական կենսադիրք, ես կասեի նաև քաղաքացիական խիզախում, սա փաթեթիկ խոսքեր չեն։ Լուսահոգի Երվանդ Ղազանչյանը անչափ սիրում էր Արցախը, արցախցիներին հարգում և արժևորում էր մեր թատրոնի իր սերնդակից արվեստագետներին, իսկ մենք հրաշալի դերասանախումբ ունեինք, մի աստղաբույլ ուղղակի։ Երբ 90-ականների սկզբին մեր ավագ սերնդի դերասանները մի խումբ եկավ Երևան, Երվանդ Ղազանչյանն արեց ամեն հնարավորը, ձեռնհաս եղավ, օգնեց ինչով կարող էր։ Նույնիսկ մի երկուսի համար հոբելյանական ցերեկույթներ կազմակերպեց։ Նա ոչ միայն ավագ սերնդի մասին էր մտածում, երիտասարդ կադրերի մասին էր մտածում առավաչան, մեր Ռուզանա Խաչատրյան, ով նրա սանուհին է եղել, Երվանդ Ղազանչյանը նրա համար ճանապարհ է հարթել ու որդել է, այսօր Նարինե Ռուզան Խաչատրյանը Պարոնյանի անվան թատրոնում բեմադրող ռեժիսոր է, պատրաստել է Արցախի պատմությունը, այս վերջին շրջանի պատմությունը լուսաբանող մի հատ ներկայացում, որն էլ արժանացել է Արտավազդ մրցանակին։ Սա միայն Ռուզանի շնորհքը չէ, սա միայն Հակոբ Ղազանչյանի բարյացականության արդյունքը չէ, սա առաջին հերթին Երվանդ Ղազանչյանի առանց թողածի արդյունքն է, ուսուցանածի արդյունքն է։ Ես չեմ մոռանում, երբ ձմռան սրտին Սառնամանիքին Երվանդ Ղազանչյանը Երևանից մի քանի հոգու հետ եկավ, հասավ Ստեփանակերտ, որպեսզի մասնակցի իր սանուհու առաջին ներկայացման պրեմիերային։ 80 անց մարդ էր, կարող էր և չգալ, ոչ ոք իրավունք չուներ նրանից նեղանալու, բայց նա եկավ և իրենով գեղեցկացրեց այդ երեկոն։ Մենք գոհ ենք, ուրախ ենք, գնահատում ենք, որ այս թատրոնում պահպանվել են
Երվանդ Ղազանչյանի լավագույն ավանդույթները այս թատրոնում կա այն վերաբերմունքը Արցախի արցախցիների և թատրոնի նկատմամբ, մեր թատրոնի նկատմամբ, որ ուներ Երվանդ Ղազանչյանը։ Գիրքը գրվել է 20 երկար տարիների ընթացքում, ավելի ճիշտ գրվել է մի քանի ամսում, 20 տարիների ընթացքում կատարվել է հավաքչական աշխատանք։ Նյութերի, տեղեկությունների, դրանք սիստեմավորվել են, այս մի խոսքով այն ամենը ինչ ներառված է այս գրքում։ Դա երկարատև հավաքչական աշխատանքի արդյունք է, իսկ ներառվել է գրքում բոլոր կարևոր իրադարձությունները, ինչ տեղի ունեցել 91 տարիների ընթացքում։ Դրանք բեմադրություններ, դերակատարներ, կարևոր հյուրախաղեր, մեծ տեղ է տրված թատրոնի մատենագիտությանը և լուսանկարներ, մի խոսքով ստացվել է մի գեղեցիկ հանրագիտարան, որտեղ կարելի է գտնել մեր թատրոնի մասին ցանկացած հարցի պատասխան։ Ուրեմն այս գիրքը կտրամադրվի թատրոնի պատմությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին, անհատներին, մասնագետներին, գրադարաններին, իհարկե մեր թատրոնի նվիրյալներին և անդավաճան հանդիսատեսին, որի վառ ներկայացուցիչները դուք եք, այստեղ պատահական մարդ չկա, որովհետև ես ավելի քան համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի հոգում մխում է, անթեղված կրակի պես մխում է Արցախի և Արցախի թատրոնի մասին հուշերը։ Իսկ այդ հուշերը երկարում են, եթե այն պահպանվում են։ Ես գիտեմ, դուք էլ ձեր երբին ձեր զավակներին կհաղթեք այդ գրքերը, թորներին, ծովներին ոնց է, թե մի 3 սերունդ էլ հիշի մեր թատրոնի մասին։ Ես չեմ ասում, որ մենք արդեն վերջակետ ենք դրել այն ամենի վրա, ինչ կատարվել է մեզ հետ, մեզնից յուրաքանչյուրի սրտում դեր հայթայում ենք տուն դարձի, վերադարձի, հույսն ու հավատը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել այս գրքի տպագրության գործին, և ձեզ բոլորին շնորհակալություն, որ եկել եք այսօր, այստեղ եք, մեր կողքին եք։ Սիրով միկրոֆոնը տրամադրում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գծով պրոժեկտոր Նարինե Սարգսյանը։ Տեսակ կպատ, արժանապատիվ ու կանգուն են այս գրքերը դասավորված։ Շատ շնորհակալ գործ եք կատարում։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը իր տասնամյակների գործունեությամբ Արցախի մշակութային կյանքի ժամանակակից դիմագիծն է ապահովել։ Իսկ մշակույթը գիտենք, հայ ժողովրդի համար միշտ եղել է պայքարի, ինքնության, ինքնաարտահայտման կարևոր հարթակներից մեկը։ Հետևաբար կարող ենք ասել, որ լույս է ընծայրել մի ժողովածու, որը ոչ միայն տարեգրություն է, թատրոնի տարեգրությունն է, այլ նաև թատրոնի ոգու մասին պատմող հիշողությունների պահոց։ Ես ինձ խոսք եմ տվել չխոսվել, բայց երևի չստացել։ Եվ գիտեք ինչ, այսօրվա այս դաժան ու դառ, չգիտեմ, դժվար իրողության համատեքստում հատկապես կարևոր է վերարժևորել Արցախի մշակութային ժառանգությունը։ Թատրոնի տարեգրությունը այսպես հավաք ու ամբողջական հրատարակված ունենալը, ես կարծում եմ հավասարազոր է թատրոնի անձնագիր ունենալու, որի էջերը վերացվում են
եւ անհրաժեշտության դեպքում ծոփում այս դեպքում մենք ունենք վերահրատարակված տարբերակը, որը իր մեջ առել է նոր պատմություն, նոր փաստեր եւ գիտեք ինչ միայն փաստացի մշակութային փաստաթուղթ չէ սա, ես կարծում եմ, այլ սա շատ կարևոր մի փաստահավաքուշարձան է ու օնարում այն մշակների առաջ, ովքեր ստեղծել են ու տասնամյակների ընթացքում պահել ու պահպանել են թատրոնը, իր հեճուկս դժվարությունների, խնդիրների, մարտահրավերների տարբեր, գիտեք ինչ, ես կարծում եմ, որ շատ մեծ ու կարևոր աշխատանք է տարվել եւ մենք տեսնում ենք այս ժողովածում տարեգրությամբ ու տեսնում ենք առանձին փուլերով թատրոնի պատմությունը, ասես կենտրոնացնում է, այս ժողովածում թատրոնի անցած ուղին ու հետաքրքիր անվանումներ է գտել դուք յուրաքանչյուր փուլի համար շատ դիպուկ ու բնորոշող։ Աստորեն խոսում են լուսանկարները, տեղադրել եք նաև դերասանների կենսագրությունը, իսկ մատենագիտությունը ընդհանրապես շատ անգնահատելի ուղղակի գործ է արել ու հատկապես այս ժողովածում իրենից մեծ արժեք է ներկայացնում թատերագետների, թատրոնի պատմաբանների, ուսումնասիրողների համար։ Ես երբ թերթում էի շատ էմոցիոնալ համարով ակնարկ եք տեղադրել, սկսվում է երևի այդպես է պետք է լինել։ Ես ուշադրություն դարձրի գիրքը թերթելիս առաջին և վերջին ներկայացման վերնագրերին, պիեսների համատեքստից դուրս։ Առաջին ներկայացման վերնագիրը օղակում էր, իսկ վերջինը գիշատիչների խնջույքը։ Չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն անել։ Ստեփանակերտի թատրոնում ես չեմ եղել, այսինքն չեմ եղել Ստեփանակերտում, ներկայացումներ չեմ նայել, բայց նայել եմ հյուրախաղային ներկայացումները Երևանում և հատկապես մեր բուհի շրջանավարտ Ռոզան Խաչատրյանի աշխատանքները, նաև Երեք խնձորը, բայց եղել եմ Ստեփանակերտի թատրոնի շենքում, երբ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը հյուրախաղել և մեկնել Ստեփանակերտ իմ կուրսի ղեկավար Եվան Ղազանչյանի ղեկավարությամբ։ Եվ ես որպես արցախցու թոռ և արցախցու դուստր միշտ էլ հպարտություն եմ ապրել, երբ տեղեկացել եմ, որ մեր հայ թատրոնի մեծերը կարևորել են Արցախ իրենց այցելությունները և հյուրախաղերով են մեկնել, մասնակցել են Արցախի թատրոնի ներկայացումներում։ Նո անունները այդտեղ կգտնեք Վահրամ Փափազյան, Գրիգոր Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Խարս Ոսկանյան, Կարլ Խաչատրյան և այլն։ Վահրամ Փափազյանի կապակցությամբ մի պատմություն եմ ուզում հիշել։ Մի քանի տարի առաջ ընդունելության քննություններին դիմորդներից մեկը պատասխանում Վահրամ Փափազյան և երբ հանձնաժողովը նրան հարցրեց, թե բացի Շեքսպիրյան դերերից ինչ է խաղացել, այդ տղան ասաց բոքսեն։ Հանձնաժողովի անդամները մի տեսակ իրար նայեցին, ուսերը թոթողելով, և այսպես որպես թատերագետ փորձագետի ինձ դիմեցին, թե արդյոք խաղացել է բոքսեն, ես այսպես իմ հեղինակային խոսք ասեցի, ասեցի ոչ, ինչպես կարող է Վահրամ Փափազյանը բոքսեն խաղալ։ Ու միայն վերջերս այս գիրքը թերթելիս, ես տեսա, որ Վահրամ Փափազյանը բոքսեն է խաղացել Ստեփանակերտի թատերախմբի հետ իրենց ներկայացման մեջան արտասարական։ Ես կարծում եմ այդ տղան էլ դիմորդն էլ երևի արցախցի էր, բայց այդ մեր սխալը երևի ճակատագրական չի եղել, որտեղ բոլոր արցախցիներն են ընդունվել են։ Եվ
ուզում եմ իմ խոսքը ավարտել շնորհակալությամբ, կրկին ու կրկին, շնորհակալություն հեղինակներին, հեղինակին, շնորհակալություն հովանավորին, Հակոբ Խազանջյան, ես շնորհակալություն ես չկաս, ահա։ Եվ ուզում եմ հույս հայտնել, որ մենք նորից ենք վայելելու մեր Արցախը, թատրոնի բաց դռներով, շնորհակալություն։ Բայց ես մի կարևոր բանի մասին եմ ուզում խոսեմ, երբ ուշադրությունը նավելում է փաստի վրա, 1891 թվականին Շուշիում բացվեց Խանդավիրյանց թատրոնը, որը գործեց ընդամենը 15 տարի, 14 տարի, որտեղ 1905 թվականի ազգամիջյան, հայ-ադրբեջանական հերթական բախումների ժամանակ այրվեց շենքը ու այլևս չվերաբացվեց։ Մենք շատ քիչ տեղեկություն ունենք, կցկտուր տեղեկություններ ունենք Խանդավիրյանց թատրոնի մասին, որովհետև այդ տեսակ ամբողջական մի աշխատություն այդպես էլ չծնվեց եւ այդպես էլ ուսումնասիրողները չեն կարող հստակ որոշել, թե հատկապես ինչպես եղավ, որ Պետրոս Ադամյանը այցելեց Շուշի, ընդհանրապես Արցախում շատ մեր մեծերը, շատ անգամներ եղել են եւ խաղացել են ներկայացումներ, գիտեք մի առիթով ուսումնասիրություն էի անում, արխիվ էի նայում եւ Շուշիում հրատարակված Փայլակ թերթը թերթում էի 15 թվականին ու հանկարծ մի հատ հոդվածի հանդիպեցի, որը վերաբերում էր թատրոնին։ Ուրեմն այդ թատրոնը այդ հոդվածը հետևյալի մասին էր, որ ահա Շուշի են այցելել դերասան Վահրամ Փափազյանը եւ Արուս Ոսկանյանը եւ երեկոյան նրանք ցուցադրեցին Մոլիերի Դոն Ժուան պիեսան։ Այդ պիեսան իրենք շատ լավ ցուցադրեցին, շատ տաղանդավոր ձևով ներկայացրեցին ամբողջը, բայց այն պահին, երբ մեզ անհրաժեշտ են հայրենասիրական պիեսներ, բան եւ այլ, լավ կլիներ, որ պարոն Փափազյանը եւ տիկին Ոսկանյանը մտածեին այդ մասին։ Մի խոսքով, այդպիսի շատ հետաքրքիր նյութեր ես հանդիպում երբեմն արխիվներում եւ կցկտուր այդ տեղեկությունները գալիս են հուշելու, որ այդ գիծը պիտի շարունակվի, չի կարող կանգ առնել։ Գիտեք, Ստեփանակերտի թատրոնը, առհասարակ թատրոնը միշտ գոյություն ունի սերնդափոխությամբ, այստեղ Ռուզանի մասին շատ ասվեց եւ պետք է ասեմ, որ իր դիպլոմային աշխատանքը պարոն Ղազանչյանի հետ մենք գնացինք, նայեցինք Ստեփանակերտում եւ փայլուն ներկայացում էր արել եւ ես մտածեցի այդ ժամանակ Հակոբի հետ խոսում էինք, ասացի, գիտես, ինձ թվում է հիմա արդեն այս նոր սերնդափոխության շրջանն է ու պետքա շատ օգնել, որպեսզի այս սերնդափոխությունը տեղի ունենա, բայց ցավոք ժամանակ չեղավ, որ դա տեղի ունենա։ Ցավոք ընդհատվեց, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ անպայման մենք նորից վերադառնալու ենք եւ հայկական ամենագեղեցիկ թատերական շենքը իմ տեսած, այդ ես մի առիթով եմ ասել, մենք նորից կտեսնենք ու նորից այնտեղ ներկայացումներ կնայենք։ Շնորհակալություն։ Իրոք այս որոշ իրականության մեջ բավականին հուսալով պահ է այս արցախցիներս բոլորս մտահոգ ենք ոչ միայն մեր սեփական տների կորուստի, ոչ միայն մեր երկրի, մեր հողակտորի կորուստի համար, այլ նաև մեր մշակութային արժեքների կորուստի համար, որոնցից թանկագինը հենց Ստեփանակերտի դրամատիկականն է։ Մանկությունից սկսած կապված եմ եղել ես այդ թատրոնին եւ Կարինեն շատ ճիշտ է շեշտում, որ ես գեղարվեստական խորհրդի անդամ լինելով ապրել եմ այդ թատրոնով։ Սկսած դպրոցական տարիներից
նայել եմ համարյա բոլոր ներկայացումները, սակայն գումարած դրան, ես ամեն անգամ սպասել եմ, թե Իսահակ Ալավերդյանը ինչպես կներկայացնի այդ ներկայացումը, ինչպեսի գնահատական կտա այս կամ այն դերասանի գործունեությանը։ Եվ այսօր արդարացի եք, պարոն դերասան, որ շեշտեցիք Իսահակ Ալավերդյանի անունը, որովհետև իհարկե արդարացի չէր լինի, որ այս աշխատանքում նրա դերակատարությունը շեշտվեր։ Իսահակ Ալավերդյանը տարեգիր է եղել նաև մեր թատրոնի, ոչ միայն գեղարվեստական խորհրդի ղեկավար, այլ նաև ողջ թատրոնի կենսագրության վկան ու պատմիչը։ Եվ այսօր երբ Ալավերդյան դուստրը շարունակել է հոր գործունեությունը եւ այսօր ներկայացրել է մեզ թատրոնի կենսագրությունը, սա այնքան արժեքավոր է, որ մենք կարողանում ենք գիրք որպես ներկայացնել, որ ահա մեր դրամատիկականի պատմությունն է, բայց նաև որպես իրողություն, որ մեր էթնոսը, որը դարերից գալիս ու բերում է մեզ մեր մշակութային պատմությունը, եկեք խոստովանենք, որ մշակույթը ևս ունի գենետիկական հիշողություն։ Եթե մեր թվարկությունից առաջ, առաջին հազարամյակում Տիգրանակերտում թատրոն է հիմնադրվել եւ խաղացել են այնտեղ դրամաներ, այս նշանակում է, որ մեր էթնոսը ունի Սիգորը Իշարժանովը վերահրատարակվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 91-ամյա պատմության տարեգրություն։ Մի թատրոնի, որն իր գոյության ընթացքում 450 դրանք հայկական, դասական և ժամանակակից, ինչպես նաև համաշխարհային անվանի թատերությունների գործեր են եղել, որոնցով արվեստի այս օջախը մեծ առաքելություն է կատարել Արցախում ապրող մի հայերի ազգապահպանության, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակության մեր թատրոնը Արցախում լեզվամտածողություն է կատարել և ազգային դիմագիծ նպաստել է ամենամեծ հարստության ազգային երկարատև բեղու ստեղծագործական ճանապարհ անցնելությունը դժբախտաբար մեր թատրոնը լուծարվեց 2023 թվականի հոկտեմբերի 1-ին այստեղ Երևանում Արնատենը անունից անմիջապես թե ինչպիսին կլինի մեր թատրոնի հետագա ճակատագիրը ժամանակը ցույց կտա, բայց այն այս լեգենդար թատրոնի պատմությունը պետք է փոխանցվի հետագա սերունդներին, պետք է պահ տրվի պատմությանը, դա միանշանակ է։ Ուստի իմ երախտագիտությունը խոնարհում է Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ պարոն Հակոբ Ղազանչյանին և բարերար տիկին Նարինե Չարչյանին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ այս գրքի վերահրատարակումն այստեղ։ Սա մեր հրաշալի նվեր է և մեր փափազյանցիներին և Արցախի անդավաճան հանդիսատեսին երկարեց հիշողությունը այդ մեր թատրոնի մասին։ Մենք կնվիրենք այսօր այս գրքերը և թատերարվեստի պատմությամբ զբաղվող կազմակերպություններին, մասնագետներին, անդամներին, հրադարաններին և իհարկե մեր թատրոնի նվիրյալներին, ինչպես նաև մեր անդավաճան հանդիսատեսին, որի վառ ներկայացուցիչներն են այստեղ, նրանք էլ երևի թե իրենց որդիներին, իրենց զավակներին, իրենց թորներին, ծոռներին և մի քանի, մի 3 սերունդ է կապրին հիշողություն մեր թատրոնի մտածում։ Իհարկե մենք վերջակետ չենք դրել այն ամենի վրա, ինչ կատարվել է մեզ հետ, մենք մեր սրտում դեռ պահում ենք տունդարձի կարելի քանի պատմաբանակ գրքի ողջունած Գիրքն այս գրվել է 22 տարիների ընթացքում, ավելի ճիշտ գրվել է մի քանի ամսում, բայց 20 տարիների ընթացքում կատարվել է հավաքչական աշխատանք։
հավաքագրվել են նյութեր, տեղեկություններ, լուսանկարներ, այն ամենը, ինչ ներառվել է այս գրքի մեջ։ Այս գրքի մեջ ներառվել են 91 տարիների ընթացքում կատարված բոլոր կարևոր իրադարձությունները։ Դրանք բեմադրություններ են, դերակատարներ, կարևոր հյուրախաղեր, օրվելյաններ, արխիվագրություններ, մեծ տեղակայված գրքում մատենագիտության կատարումի, ինչպես նաև լուսանկարներ կան մեր լավագույն բեմադրություններից։ Ստացվել է փաստորեն մի